Ինչպես է գնահատում ոստիկանների աշխատանքը։ 0 Իհարկե, որտեվ ինքը անցել է Փաշինյանի կողմը, իր պետությունը թողած, իր պարտականությունները չի կատարում, չի էլ զգում, փողի դիմաց է աշխատում աղջիկս։ Դրա մասին ամբողջ հայ ազգը տեսավ, իմացավ, զգաց իր կաշվի վրա։ Քաղաքի պարեկները այս էս պարեկները, մարզերինը վաբշե։ 0 Ամեն ինչում։ Ռաժը օրը ցերեկով բերում են նարկոտիկ են դնում, վեկալում են պատուհանից նայում ես։ Ոստիկանական սենց քաղաք է, սենց ասեմ։ Ծառայում են միայն Փաշինյանին։ Անտեր։ Փաշինյանը իմ համար արդեն սրբություն է։ Ոստիկանությունը ծառայում է այսօրվա դրությամբ երևի մի անձի։ Չի կարելի այսպես։ Միգուցե ամոթանք տանք, որ ամաչեն եւ փոխեն իրենց կեցվածքը։ Արթնանում ես, ինչ որ մեկին ձերբակալել են, ինչ որ մեկը մահացել է, ինչ որ չգիտեմ ինչ է կատարվում, սա խայտառակություն է։ Սա մեր երկիրը չի։ Ճիշտ ասած 50-50։ 0 Շատ լավ։ Հիմա ոնց պատասխանեմ, շատ ված։ Մեզ չի հետաքրքրում։ Հայ ազգի համար ամոթան է, որ եկեղեցու դեմ է ելում։ Անվտանգությունը իր տեղը ունի, անկարգ բանը չի կատարվում։ Էստես գայս մգայշնիկները, պատրուները, ոնց են այս մաշնիկը ակուրատնի կանյացնում, ակուրատնի ճանապարհ դնում։ Ժողովուրդը անվտանգության չեն զբաղվում։ Այդքան հերիք է։ Այս ընդդիմությանը քացուտակ պետք է գցեն, ոչ թե մենակ քաշքշեն։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին ինչ կփոխանցեիք։ Ոչինչ չեմ ուզում ասել, ուղղակի մի բան կասեմ, թող հեռանա։ Այդքան մի բան։ Ինքը կարծում է, թե ժողովուրդը միամիտ է, ապուշ է, բայց ապուշը ինքը եւ իր խունտան է։ Այսքան։ Ուղղակի որ հեռանա։ Այդքան բան։